Տղերք, այս հատվածը կարելի ասել դարձավ Պանթեոն, սրբության սրբոց, ու հավատացած եմ, որ ամեն մեկը դել կյանքի գնով եւ այս հատվածը կպայեք, այս Պանթեոնը, ես սա համարում եմ Պանթեոն, հերոսների Պանթեոն եւ Արցախի սահմանները։ Կուզենայի 1-2 խոսք ձեր մարտական ընկերներին, նաև ձեր հարազատներին, ծնողներին, հենց առաջնագծից, մի քանի մետր այն կողմ ճիվաղների դիրքերն են, պոստերն են, ու հենց ձեր շնորհիվ 18 տարեկան զինվորի, Արցախի պաշտպանության բանակի սպայի շնորհիվ պարտադրեցիք ճիվաղներին խաղաղություն, բայց այդ խաղաղությունը խաբուսիկ է, քանի որ ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբեք չի սխալում, թուրքը մնում է թուրք։ Մենք բոլորս հարգում ենք զոհված տղաների հիշատակը, բոլորս էլ պատրաստ ենք իրենց նման զոհաբերել մեր կյանքը, հանուն հայրենիքի, հանուն այսպես փոքր կտոր հողի։ Տղաները բոլորն մեր համար շատ լավ օրինակ են ծառայել, բոլորս հարգում ենք, խոնարհվում ենք միշտ իրանց։ Որտեղ եք։ Հա, Ռոբերտ Աբաջյան, չէ։ Ռոբերտ եւ Անդրանիկ, Հա։ նրանց անվան առաջին տառը։ Սա Ռոբերտի եւ Անդրանիկի արդյունավետափոխի Ռոբերտը ստեղա զոհաբերելի։ Ռոբերտը իր վերջի կյանքի վարքյանները ստեղ է եղել։ Զոհաբերել է հայրենիքի ստեղ։ Թշնամու առաջ խաղացում հենց այստեղ կասեցվել է։ Հենց այստեղ վերջի կասեցել է մինչև օգնեցել վերջի անգամ ստեղ։ Դա ճաշարան, նա։ Ոնց ան դե։ Լավ է։ Ում ազգանվան։
Արմենակի։ Արմենակ բանն է, չէ՞ Ուրֆանյանն է։ Ծնունդը ոնց է։ Լավ է։ Այդ լավ է։ Չէ, մեր զինվորները լավ են սնում, ճիշտ է։ Դիկովից մեկը չգիտես ինչ ասում, և չստաղը։ Հիմա այնտեղ խաչի մոտ դրված է փամփուշտներ, ինչ է խորհրդանշում այդ փամփուշտները։ Մեծ փամփուշտը խորհրդանշում է Արմենակ Ուրֆանյանին, 4 փոքր փամփուշտերն է իր զինվորներին։ Այսինքն Վաշտի հրամանատարը